Ողջունենք ձեզ հարգելի ներկաներ, Աստակ լսարանի սիրելի բարեկամներ, 77-րդ հանդիպումն է մեր այս եւ ինչպես արդեն գիտեք, կովածներուն մեջ են, մեր ծանոթություններուն մեջ են, որ մեր այսօրվա տասախոսն է բարոն Փակրատ Էստուկյանը, Բոլսո Ագոստ շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր։ Մենք այսօր նույնիսկ պիտի ունենանք Թուրքիո ներքին իրադարձությունները, այսինքն բարոն Փակրատը պիտի զեկուցե մեզ Թուրքիո վերջին իրադարձություններու մասին ներքին, որ մենք հետ բնականաբար արդեն գիտեք, որ հերթը ծերը գլա, ծեր հարցումներով եւ ծեր մեջբերումներով կրնանք ավելի եւս խորանալ որևէ մանրամասնությանց մեջ։ Բարոն Փակրատ, եթե պատրաստ եք, հարթագծերն է հրամեցեք։ Մշուշտ։ Նախ շնորհակալություն կհայտնեմ հրավերի համար եւ շնորհակալություն կհայտնեմ այս զրույցին մասնագետներուն իրենց ժամանակը դրամատրելու համար նման թեմայի, որովհետեւ հայ աշխարհի ընկալումով հետաքրքրական է հայ աշխարհը ինչով հետաքրքիր է Թուրքիո ներքին անցուդարձերով։ Ընդհանրապես հայության համար Թուրքիան ընդհանուր ընկալումով թշնամի երկիր է եւ մենք այդ երկրին համար արդեն ունենք մեր պատկերացումները եւ չենք ուզեր այդ պատկերացումներն նոր հարցումներով փոփոխության ենթարկել։ Մենք խոժար ենք մեզ համար թուրքի գերբար մգա մեր հիշողության մեջ եւ այդ գերբարը այնքան ալ հաջելի չէ եւ ընդհանրապես ուրիշ դարաձուն սխալում ունենք որ քարտեզի վրա տեսնալով Թուրքիա երկիրը եւ իմանալով 86 միլիոն բնակչությունը համոզված ենք որ այդ երկրի մեջ կաբրին 86 միլիոն թուրքեր որոնք յաթաղանը ցերքին ընդմիշտ պատրաստ են հայ կամ քրիստոնյա սպաննելու անշուշտ որ այսպիսի խավը գա այս երկրի մեջ բայց նախ ճիշտ ենք որ այս երկրի մեջ եթե ուղղակի ստուգումներ կատարենք թուրքերը միգուցե կարելի է որ փոքրամասնություն մնան որովհետև երկիրը ունի բավական մեծ տիպով փոքրամասնություններ իբրև թե փոքրամասնություն բայց այդ բոլորը միասին միգուցե երկրի դեղացի ժողովուրդներու մեծամասնությունը կազմեն այսօրվա նախագահը իր վարչապետության օրերուն այդ թիվը ճշտած էր 34-ով, սա ձերվար մեր երկրի մեջ կպնակին գաբրին 34 էթնիկական կամ կրոնական փոքրամասնություններ։ Էթնիկական ասելով նկատի ուներ գլխավորապես մեծակույն փոքրամասնությունը երկրի քուրդերը, որոնց հստակ թիվը գիտնալ մեզի համար կարելի չէ, բայց միգուցե պետության դվյալներով կարգմշրջանակներ ավելի հստակ դեղեցություններ ունին։ Բացի քուրդերեն այս երկրի մեջ կան լազեր, այս երկրի մեջ կան չերկեզներ ու դարբեր ցեղախումբեր, աբխազներ եւ այլն, օսետներ, անշուշտ թիվով շատ քիչ մնացած հայեր, հույներ, հրյաներ եւ դակավին արաբներ եւ զանազան ժողովուրդ։ Հավատքի առումով ալգան դարբեր խմբակներ, կարևորագույն խմբակը ալևիաթավաններն են, որոնց մեկ մասը խոժար են թուրք համարվելու, իսկ կարևոր մեկ մասը իրենք թուրք չեն համարել, ալևիությունը ոմանց համար նաև վերածված է ազգային ինքնության, երևույթը, որ մենք հայերու մոտ ալ կտեսնանք կարգուշրջանակներու մեջ օրինակի համար այսօր Թուրքիո արևելյան խավարներեն ադիամանի մեջ բնակող հայեր կան, որոնք հայ ըլլալու գիտակցությունը այնքան ալ նկատի չեն ունեցած փախտadmամբ քրիստոնյա ինքնության։ Իրենք քրիստոնյա ըլլալով կներկայացնեն եւ քրիստոնյա եղածեն ներողություն մեծ նշանակություն չունի թե հայ են թե ասորի վերջապես մայրենի լեզուն շատերու մեջ գործված է բայց ունի ուրիշ հատվածը
որն է համշենցիները, անոնք ի դարբերություն զանազան դեղերու հայութեն են, զարմանալի գերբով բահած են մայրենի լեզուն, այսօր գխոսին հատուկ պարպարով հայերեն մը, բայց անոնք գալ ծուլված են թրկության մեջ, այս ժողովուրդը մոտավորապես 300 տարի առաջ, ավելի քան 300 տարի առաջ արդեն իսլամացած էր, իսլամը ընդունած էր որպես կրոն, եւ վերջին 100 տարիներու ընթացքին հավելյալ գերբով նաեւ թրկացավ։ Այսօր ահագին համշենցիներ իրենք սրանք թուրք կհամարեն, բայց հայերեն կխոսին, հայախոս են։ Անշուշտ անոնց մեջ կա ավելի նվաստ տիվով համեմատությունը, որ գկիդակցի իր արմատներուն եւ այսօր մարմաչ ունի այդ արմատներու վերաթարնալու գլխավոր թրտիչ ուժնալ, մղիչ ուժնալ իրենց զավակները հայկական վարժարան ղրգելու ցանկությունն է։ Այս հետաքրքրական երևույթն է, որովհետև Թուրքիո մեջ այլևս պետական վարժարանները ավելի գրոնամետ դարձած են շնորհիվ այսօր կորձող կառավարության, որ մոտավորապես 25 տարի է ի վեր, 23 տարի է ի վեր, երկրին ղեկը իր ցերկին է, հիմնական դպրոցները, նախագրտարանները կամ երկրորդական վարժարանները այլևս եղած են գրոնական թեկումով դպրոցներ։ Իսկ ահագին ժողովուրդ կա, որ անանկիստ է այս երևույթն եւ իրենց համար իրենց զավակները հայ վարժարան ղրգելը փրկություն մնե։ Հոսա շատ հագասական երևույթ մգա, որովհետեւ ահագին հայերը կխուսափին իրենց զավակները հայ վարժարան ղրգելը եւ գնախնդրեն հadoop վարժարանները, այն վարժարանները, ուր օդար լեզվով ուսում գճամփվի եւ իրենք գնախնդրեն իրենց զավակները այդ տեղեր ղրգել, այսպես հագասությունները շատ եղած երկիր մնե Թուրքիան։ Քալով այսօրվա անցուդարձեր, եթե խորակրի անցուդարձեր մասին վրա ձանրանանք, բիդեսնանք, որ Թուրքիո անցուդարձերը միայն յուրահատուկ չեն, աշխարհի ընթացքին հետալ գավ ունին։ Մենք նախքան հաղորդումի սկսիլը հագիրճ խոսած էինք այս թեմայով, աշխարհի վրա դկիդությունը պարապանելու մարմաճը հետսեդե սկսած է աջիլ։ Ադոր հետևանքն է, որ Միացյալ Նահանգներու մեջ Թրամփ երկրորդ անգամ նախագահ ընտրվեցավ։ Այդ երևույթը նույնությամբ իզորու էր Թուրքիո մեջ եւս։ Եվ այսօր այլևս կգնահատենք, որ 23 տարվա, ավելի քան 23 տարվա կառավարությունը բավականին մաշեցնող երանգ մնա պիտի ունենա, հավանաբար այսօր ընդրությունը եթե ըլլա, արդար ընդրությունը եթե ըլլա, որն համար ճշտված թվականը 2028-ն է, 28-ի մայիսը, այսինքն ուղիղ 3 տարի վերջ, եթե արդար ընդրությունը ըլլա, հավանական է, որ այսօրվա նախագահը եւ իշխող գուսակցությունը իրենց թիրքերը զիջեն ընդդիմադիրներուն։ Բայց այստեղ գծակի նոր հարցումը ընդդիմադիրները արդյոք որքանով կողացում պիտի տան երկրի պահանջներուն։ Այս մեկնա ուրիշ հիմնական խնդիր մնե։ Այսինքն վադը փոխել ավելի քիչ վադով, ավելի նվազ վադով, որովհետև անշուշտ գա լավնալ, բայց լավը ընդրություն շահելու, իշխանություն նվաճելու կարողություն դժբախտաբար չունի։ Եվ նույնիսկ ավելի մտահոգիչ երևույթ ասեմ, նույնիսկ եթե ունենա, եթե բիբլիական խավազանը թփչի եւ այդ հավանականություն չունեցողները իշխանություն նվաճեն, արդյոք կմնան այն նույնը, ինչ որ են այսօր, թե ոչ անոնք վաղը կհամագերվին ընդհանուր ընթացքին, ընդհանուր խոսանքին։ Այս բոլորը լուրջ հարցադրումներ են, բայց ժողովուրդը այժմ ամենաշատ կդարաբի սղաճի հետ։ Լուրերու մեջ ահրերի, անընդունելի քաղաքական զարգացումներ կլան, անարդար դատավճիռներու մասին կխոսվի, բայց հաղորդավարը միշտ նյութը գավարդը ասելով վերադառնանք ժողովրդի փուն խնդրին,
ինչ որ է շուգայի սղաճը։ Միշտ այդ մեկը քերիշխող նյութը գհամարվի ժողովրդի փուն օրագարկին վերադառնանք ժողովրդի փուն օրագարկին ժողովրդի ցայներով ընդրված մարդիկ ֆերման ենթարկված են անհիմն մեղադրանքներով անհիմն բնդումներով փանկ նետված են բայց այս բոլորը հաղորդել է իդ կսեն հիմա վերադառնանք ժողովրդի փուն օրագարկին միշտ այդ փուն օրագարկը շուգայի վրա լոլիկի կինը ինչ եղավ կարտոֆիլի կինը ինչ եղավ կետնախնձորը քանյով պիտի ծախվի հացը ինչ պիտի արժե եւ այս իսկապես ալ Թուրքիո հասարակությունը օրստորե աղքատացած է այս տարիներուն վերջին 20 տարիներու ընթացքին բայց աղքատանալով հանդերձ թերևս աշխարհի վրա համեմատականորեն iPhone կորզածելու ամենաբարձր համեմատությունը թերևս Թուրքիո մեջ է ասենք զարմանալի հագասությունները իրար գուկան եւ այդ հագասությունները եթե ուրիշ աչքով մտիդենք կտեսնենք որ այդ կանալ հագասություն չէ ընդհանրակը բնական հետևանք այսօր Հայաստանը եթե աղքատ երկիր կտեսնենք զարմանալով կտեսնենք որ Հայաստանի փողոցներում վրա որքան շատ թանկարժեք ինքնաշարժներ գսուրան այդ թանկարժեք ինքնաշարժներու գոյությունը հայության աղքատությունը բացատրող երևույթ է որովհետև ես առաջին անգամ երբ որ 1986-ին այցելեցի Հայաստան այդ ժամանակ դակավին խորհրդային գարքեր էին փողոցներում վրա այդպես ինքնաշարժներ չկար մարդիկ առհասարակ ժիգուլի գործածին բայց ամեն մարդ աշխատանքով եւ որոշ կենցաղով ապահովված էր խանութները ճիշտ է որ թադարգ էին բայց ամեն դուն լիքներ ամեն ինչ անշուշտ այդ ժամանակը կարելի էր նկատել որ այս գործի մեջ սխալ մգա սխալ ընթացք մգա բայց այս սխալ ընթացքը այսօրվան հետ անփախտադելի է այսօր չարենցավանեն որ գանցնի դխուր է այդ լքված կորձարաններու մնացորդածը այդ ավերակ կորձարաններու պատկերը ինչ որ ժամանակին աշխուժ էին ուրեմն գսեմ ամեն ինչ մենք գնայինք մեր ապրած երկիրներուն կամ մեր հարազատ երկրի չափանիշներով կամ բրիսմագեն բայց երևույթը կարծես թե համաշխարհային բնույթով է եւ նոր լիբերալական տրամաբաշխությունը մարդկությունը բերավ անելի մտիմաց այդ անելեն արդյոք կարելի է Հայաստան առանցին դուրս գա կամ Թուրքիա առանցին դուրս գա կամ ցանկացած որևէ երկիր կարծես թե համամարտկային լուրջ խնդիր մծարացած է մեր դիմաց որուն լուծումը առայժմ չենք գտած ամեն անգամուն որ զանգվածային շարժումներ գլա մենք կհուսադրվենք օրինակի համար Բարսկաստանի մեջ Մասա Ամինիի փողոցները մեզի հուսադրիչ էին գիներու այն ցույցերը որ լաչակները հրաբարակներու վրա գրագի դվին կամ Occupy Wall Street ցույցերը նույնպես կամ սև գանքերը արժեքավոր են ցույցերը նույնպես Թուրքիո մեջ գեզի զբոսայգի ցույցերը նույնպես այս բոլորը հույսեր ներշնչեցին բայց գարջադև փոցեր եղան միայն չվերածվեցան հրտեհի չվերածվեցան աշխարհը գարկի բերելու ընդհանուր ուժիմը այս մեկը Թուրքիո մեջ ինչպես ամենուրեք գաբրինք նույնությամբ բայց ինչպես ասի զրույցի սկիզբին մեր ընկալումը քիչ ավելի ստիպված է շրջահայաց լալ որպես հայերս մենք ստիպված ենք Թուրքիան ավելի սառնասիրտ դիտելու եւ եղերությունները շիդակ կնահատելու դակավին 2 կամ 3 օր առաջ էր որ բարոն Ժերար Լիբարիդյանը Հայաստանի առաջին նախագահի Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդատուն իր քրկի թարգմանության արտիվ թուրքերենի թարգմանության արտիվ այցելեց պոլիս եւ մեր թերթին մեջնալ երկարաշունչ հոտված հարցազրույցը հրաբարագեցինք իր հետ անալ նույն բանին գագնարգեր որ
Ընդհանրապես մենք մեր կարողությունները կամ նույնիսկ ինքնությունը գասկածի դակ տնող մերձեցում ունենք։ Շատերս համոզված ենք, որ մենք մեր ինքնապաշտպանությունը չենք կրնալ ստանցնել, հետևաբար պետք է քերդերության ապավինենք, եւ այդ քերդերությունը մեզ համար նախընտրաբար պետք է լա քրիստոնյա բեդությունը, եվրոպական բեդությունը կամ Միացյալ Նահանգներ կամ Ռուսաստանի Դաշնություն, որովհետեւ անոնք մենք ալ քրիստոնյային, անոնք ալ քրիստոնյային եւ մեզ պիտի պաշտպանեն։ Սա պատմական սխալ մունքներ, որ 200 տարի ի վեր գդարաբեցնե մեզ, չենք վստահած մեր սեփական ուժերուն, ընդհանրակի եթե այդ ուժերը ցևում քայլը առաջ երթալ ցկտին, այդպես փորձ մնեն, մենք ենք որ փոխանականոց ցերկեմ բռնելու գարչիկ ոտքին, որպես ավելի առաջ չերտա։ Հանուն անվտանգության, հանուն ազգի անվտանգության, այսօր ալ երևույթը այսպես է։ Բարոն Մինաս, կտեսնեք, որ եթե դուք խոսքը ինձ թողեք, այս խոսքը թրիչ կանե եւ ջուղ առ ջուղ միգուցե իր փուն ուղղությունեն գրնա շեհի։ Հետո ես խորհուրդ միդամ, որ եթե դուք ձեր մտքին մեջ հարցումներ ձևավորեք, ուղղությունը ճիշտ տեղը բերենք խոսքի։ Ընդհանրապես, պարոն Պակրատ, մեր ընթացքը այսպես է, դասախոսը իր զեկույցը կներկայացնե, հետո ներկաները իրենց հարցումներով, մեջբերումներով կզարգացնեն։ Բայց եթե կարդոնեք, հիմա Փանդարգյալ ընդդիմադիր բանը, ղեկավարը, որ Փանդի մեջ է կարծում։ Այո։ Ուրեմն հարցը հոս տնտեսական մրցակցության խնդիրը, ես երկիրը ավելի կբարելավեմ տնտեսապես, թե գրոնականի եւ լայքի մրցակցություն։ Անշուշտ որ գա գրոնականի եւ լայքի խնդիր, բայց ունենք ավելի լուրջ խնդիրներ, օրինական երկիր դառնալու խնդիր ունենք։ Արտարադատական համագարկը ամբողջովին քաղաքականացած է։ Ինչ որ այլևս մարդիկ թադարանի մեջ արդարություն չեն ակնկալեր։ Նախապես մեկը եթե թադարան բիդերտար իր իրավունքը պաշտպանելու համար շուրջինները անոր խորհուրդ կտային, որ թուն Տրամը մի խնայեր լավ փաստապան մջարե, որպեսզի քեզ պաշտպանե։ Հիմա այդ նույն խորհուրդը հետևյալ կերպով կտան, Տրամը մի խնայեր թուն լավ թադավոր մկդիր, որպեսզի քեզի նվաստ որոշում կայացնե։ Այսինքն ոչ թե փաստապանը քու իրավունքը պաշտպանե, այլ թադավորը քու գողքին լա։ Ասիկա իսկապես ցավալի ընթացքն է եւ Թուրքիան հիմա այդ ընթացքին մեջն է։ Թադական համագարկի հանդեպ ժողովուրդը իր վստահությունը բոլորովին գործընծուցած է։ Թադախազներ, թադավորներ այլևս ստիպված են պաշտոնագետարի թիրքը շարունակելու, եթե այդպես չէ, եթե իշխանությունները անակիստ լան անոնց որոշումներեն կամ վիճիրներեն, իսկույն պաշտոնազրկության վտանգ կսվառնա իրենց, առնվազն իրենց պաշտոնավայրը կփոխվի, գակսորվին թեպի երկրի հեռավոր մեկ անգյունը, կամ կնշանակվին ավելի նվազ արժեք ունեցող մագարտակի պաշտոնիմը։ Այս մեկը շատ կարևոր խնդիր է։ Եվ երկրորդը որ ըսիկ, այս պահուն Իստանբուլի քաղաքապետը, ընդրված քաղաքապետը փանդարգված է։ Այդ քաղաքապետը նաև հարաճիգա նախագահական ընտրություններում ժողովրդահանրապետական կուսակցության տեխնազուն բիդելներ, նախագահի տեխնազուն։ Ուրեմն կարելի է ասել, որ Էրդողանի իշխանությունը իր մրցակիցը փանդարգեց։ Արդեն իր նախկին մրցակիցներն մեկը Սելահադին Դեմիրտաշը 8 տարի է ավելի է, որ 9-րդ տարին է, որ փանդն է, ջաղերու ետին է։ Ազգայնական թեկումով մի այլ գուսակցաբեդ, որ հավանաբար անալ նախագահության տեխնազություն պիտի առաջադրեր, անալ քանի ամիսներ է ի վեր փանդարգված է եւ դակավին պիտի շարունակե փանդարգված մնալ,
Եվ անոնց վերակրված հանցանքները այս տեսակի հանդարգությունը չէին պահանջել, որովհետև իրենք ոչ թե պատժված են, այլ ցերպակալված, հանդարգված ցերպակալությունը գանխամիջոց մնե միայն անոնց համար, որ փախչելու հավանականություն ունին կամ առիթ ունին, բայց այս մարդիկը փախչելիք տեղ չունին, մարդը նախաքաղության տեգնազի է, ուր պիտի փախի, ուրեմն ցերպակալելով արդեն անոնց դեմ բադիժը կործատրած կլան, դակավին վճիրը չարցակված բադիժմն է, որ կգիրարգեն, սաբահուն այս է երևույթը և իսկապես ալ շատ մտահոգիչ է, բնականաբար հասարակության մեջ ընդվզում ստեղծող երևույթն է, որովհետև ժողովրդի կարևոր մեկ մասը այսպես կտեսնե կատարվածը եւ փողոքի համարալ դուրս կուկա։ Մենք շատ երկար տարիներ զուրկ էինք այսքան մեծ մասնակցությունով հանրահավաքները կամ երթերը։ Հիմա հանրահավաք որ գսվի միլիոնով մարդ միգուցե գողքի գուկա իրենց թշկողությունը աղաղակելու, վանկարգելու համար եւ այս բոլորը իշխանություններն ալ կտեսնեն, իշխանություններու շարքերը ներսալ այս բոլորի հանդեպ մտահոգություն արտահայտողներ կան, գսեմ որ այլևս բաժակը հորթելու ուղղության մեջ ենք եւ պետք է ավելի զգոն, ավելի զգուշ ըլլանք, բայց իշխանությունը գիտե որ եթե հանգարց այդ աթորը գործընծնե իշխանության ղեկեն հերանա հետևանքները գրնան շատ ավելի ծանր ըլլալ, որովհետև գաշարկով, անարդարությունով սնուցված ահագին զանգված մգա իրենց յետին, գողմնակիցներու զանգվածը եւ այդ բոլորը ծանր պիտի դուժեն, սովորական իշխանափոխությունը պիտի չլա, այլ իշխանափոխության պիտի հաջորդե հաշվեհարդարումը եւ այդ հաշվեհարդարը փորձանքապեր պիտի լա յուրաքանչյուրին համար, այդ է որ գխուսափին, այդ է որ ամեն անօրինական միջոցի գտիմեն անարդար, անընդունելի ժողովրդին համար մանավանդ անընդունելի ամեն միջոցի անվարան գտիմեն այս ընելու ժամանակ իրենց ցերկին ունին կարևոր ուժմը, լծակմը, որն է մամուլը այսօր Թուրքիո մեջ ըլլա հերոստակայաններ, ըլլա դվակիր տերտեր 90-95% իշխանության հսկողության տակ են եւ մնացյալ այդ 5%-ը կհարգադրվի շատ ծանր բադիժներ հատուցելու, նյութական բադիժներ, ընդմիշտ կմատնվին զրկանքներու, իմ աշխատակցած ագոս թերտնալ կարելի է այդ ծիրին մեջ թիդել, մենք եթե ոչ ընդդիմադիր մամուլ ենք, բայց քոնե կարելի է կբարդորեն կարելի է ասել անկախ մամուլ ենք, ինչ որ իշխանության համար հաճելի չէ, կան իշխանամետ հայկական մամուլալ եւ այդ մամուլը գվարցադրվի իր այդ կեցվածքին համար, այսինքն պետական որոշ հովանավորություն ստացող հերոստակայան ունենք մենք այսօր, հիմա ես այս հաղորդումով կամ ովևէ հաղորդումով չեմ ուզել ովևէ հայ հաստատություն թիրախավորել, բայց մյուս կողմեն երևույթն շատ հստակ է, մենք Թուրքիո մեջ ունենք հերոստակայան հայկական, որուն հաղորդումներուն թեև փոքր մեկ մասը հայերեն են, կարևոր մեկ մասը դեղական լեզվով է, դարձյալ փոքր մեկ մասը սեփական արտադրություն է այդ կայանին, կարևոր մեկ մասը երկրի պետական հերոստա ալիքի վավերագրականներեն կփաղկանա, բայց այդ կայանը իսկապես ալ գվայել է պետական նեցուկը, պետական տրամադուներ կովասներ գշրայել են, պետական օթային ընկերությունը կովասներ գշրայել է, ինչ որ չենք տեսներ անգախ կամ անգողնագալ կամ ընդդիմադիր մամուլի բարակային։
Շատ լավ։ Եթե անցնենք հարցումներուն եւ ծեր մեջբերումներուն, ուրեմն բարոն Արմեն Մարուկյան, եթե ծեր բարձրացած եք եւ խնդրեմ, ով որ ուզե ցայն առնել, ծեր բարձրացնել էլեկտրոնիկային ձևով կամ որևէ ձևով, հրամեցեք բարոն Արմեն։ Միան միկրոֆոնը պետք է միացնել կարծեմ։ Այ։ Բարոն Արմեն։ Այո, եղավ։ Հրամեց, կրգին անջատվեց։ Այսինքն միացավ, միացավ։ Գարձեմ սխալ մգա։ Գմիանա կանչատվի բարոն Արմեն։ Լավ, հերթը դանք դոկտոր Վիկեն Չեթրյանին, ողջույն դոկտոր, նախ Բարև ձեզ, հրամեցեք։ Մինաս, բարև ձեզ, բարոն Բակրատ, ինչպես եք։ Ես կուզեի հարցնել քրդական ուրեմն հարցի զարգացումներու շուրջ, մանավանդ վերջի այդ որոշումը, որ աշխատավոր կուսակցությունը քրդական ինքնալուծարում հայտարարեց։ Ինչպես կբացատրեք այս նախ քրդական այս որոշումը, PKK-ի որոշումը եւ ինչ ասացություն կնա ունենալ թրքական քաղաքական կյանքի մեջ։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն այս հարցումին համար, ճիշտ եք, սա բաց թողում մի եղավ, ես պետք էր իմ խոսած ժամանակ այս նյութին անդրադառնայի, որովհետև սա այս օրերու շատ կարևոր խնդիրն է, կարևորագույն խնդիրն է։ Ազգայնական գուսակցության բեդը Դևլետ Բահչելիը, որ այս ուղղությունով առաջին քայլը արավ, առաջին անգամ աներ, որ այս պահանջը ներկայացուց, սա որ այլևս ժամանակը հասած է քրդական բանվորական գուսակցության բեդը նախագահը հիմնադիրը թող հայտարարել լուծարկում եւ իր փանդի պայմաններն ալ բարելավվին եւ այլևս խնդիրները լուծենք քաղաքական դաշտի վրա փառակցություններով քաղաքական դաշտի վրա անմիջապես հավելեց պահանջ միևս որն է զինաթուլ այսինքն ոչ թե զինաթաթար այլ զինաթուլ զենքերի հանձնում այս խոսքը առաջին հերթին անշուշտ որ ոգևորություն ստեղծեց թուրքական ազգայնական շրջանակներում մոտ որովհետև անոնք այս բաներով դեսան բարդվածության պայմանակիրը զենքերը հանձնել իսկ անսպասելի էր որ կամ բոլորիս ալ քիչ զարմանք պատճառող արագությունով այս բոլորը արցական կդան թրական արցական կդան քրդական շրջանակներ է նախ փանդարգված օջալանը որ գզի մեջ մեգուսացված փանդարգություն մգաբրի 25 տարի ավելի անողջունեց այս առաջարկը եւ ինք գոչ ուղեց իր զինագիծներուն անոնք իրենց ցերտին համակումար գադարեցին եւ համակումարի մեջ հաստատեցին զենքերը վար թողելու որոշումը բայց սա բավանդակամին չէ հստակացած թե այդ զենքերը որու պիտի հանձնվի թուրքական կողմը կբանջի որ իրեն հանձնվի կամ իր մատնացույց ըրած գեդերուն ուժերուն հանձնվի իսկ այդ զենքերու նշանակությունը ինչ է մենք գիտենք որ շատ երկար դարիներ երբ որ գխոսեինք հայտուգական շարժումի մասին զենքը սահմանված էր կալաշնիկովով բայց Կոբանիի դիմադրության ընթացքին ամերիկացիները ահրելի զենք ու զինամթեր փոխանցեցին այդ դարերուն եւ հիմա արդյոք որ մեկ զենքին մասին է եթե քանի հատ կալաշնիկով քանի 100 հատ կամ քանի 1000 հատ կալաշնիկով հանձնելով զենքի խնդիր լուծված մի դամարվի այդ մեկը բարձ բայց անտինգա ամերիկայի դված ահակին ու ահակին զենք ու զինամթերքը adonk որու պիտի հանձնվի հստակ չէ եւ մանավանդ համակումարեն մեջ կատարված հայտարարության մեջ հետաքրքրական ակնարկներ գային Լոզանի տաշնակրին եւ 1924-ի սահմանադրության Թուրքիա Հանրապետության
1924 թվականի սահմանադրության։ Այդ երկու փաստաթուղթերը գվավերացնեն Թուրքիան որպես ազգային պետություն։ Մինչդեռ դակավին 3 տարի առաջ 1921-ին սահմանադրությունը ևս շարադրված է եւ այդ սահմանադրության միտք փանին այն էր, որ Թուրքիան թուրքերու եւ քուրդերու երկիրն է։ 24-ին այդ տարբերակը վերացավ եւ Թուրքիան թուրքերունն է սկզբունքը դիրող դարձավ։ Ուրեմն հիմա ակնարկություն կա այս 24-ի սահմանադրության դրամատրության դեմ, այսինքն Թուրքիան միայն թուրքերով բացատրելու դրամատրության դեմ եւ Լոզանի դաշնակրին դեմ։ Իսկ հանրապետական շրջանակները այս երկուքը կհամարեն երկրի հիմնասյուները, գսեն թե եթե այդ հիմնասյուները վիճելի դառնան կամ շարժիլ սկսին, պետությունը կգրնա փլիլ։ Սա շատ լուրջ խնդիր է անշուշտ, եւ հիմա տեսնենք թե ինչ ընթացքներ պիտի առաջանան։ Ժողովրդի հանրապետականները, որ ինտիմատույթ շրջանակներու գլխավոր դառնեն, կարևորագույն ինտիմատիր ջոկատնեն, առաջին հերթին ողջունեցին զինաթուլը ինքնալուծարգումը, բայց երբ որ օրագարկի եկավ Լոզանի եւ 1924-ի սահմանադրության քննարկման վերաբերյալ պահանջներ, այս անգամ հակառակ թիրքի մատնվեցան, որովհետեւ շատ հասկանալի է այս մեկը իրենց համար գադարյալ հաղթանակ համարվող Թուրքիո հանրապետության հիմնադրությունը իսկապես գնա վերադեսության մատնվի։ Այն ադեմ այս շաբաթ ավեջիստը նախորդ շաբաթ մեր շնորհակալ Հովանես Կլիչտահն շատ հետաքրքիր հոդված մկրած է, եթե քուրդերը գուզեն 1921-ի սահմանադրության վերադառնալ, ես պիտի ուզեմ 1908-ի օրինականության տարիներուն վերադառնալ։ Եթե պատմությունը սխալը սրբակրելով պիտի սկսի, եկեք մինչև 1908 վերադեսության մատնենք, որովհետև 1908-ին երկրի բարձած ընդհանուր պատկերը թեպի ժողովրդավարություն երթալու ընթացք ուներ, բայց շուտով այդ ընթացքը գասեցվեցավ 1908-ի հուլիսին հաջորդեց 1909-ի Ադանայի գոտորածները, Ադանայի այդ լուրջ ողբերգությունը եւ անգևերջարտեն դրամատրությունները բոլորովին շեղեցան։ Եվ 1914-ի աշխարհամարտը իրենց համար արիթ եղավ, որովհետեւ 1915-ի մեծ եղերն կորզատրվի։ Մեծ եղերն բարը որ գսեմ հանգած չգարձվի, որ ես ուրիշ եզր կորզածել է գխուսափիմ, իմ խոտվածները ընթերցողները գիտեմ, որ փառք կորզածել է խուսափող մեկը չեմ, ցեղասպանությունը գսեմ, բայց մեծ եղերն ալ մեզ համար շատ սովորական բառ է, ինչ որ չարտ ավելի շատ կկործածվեր մեր դան մեջ, երբ որ այդ թվականներուն ակնարկություն պիտելա չարտի դարիներուն գսեին, այդ ժամանակ նույնիսկ մենք ցեղասպանություն եզրին ծանոթ չէինք 1948-ին պաշտոնապես այդ եզրը ընդունվեցավ, մենք որպես ժողովուրդ 1965-ին վերջ սկսանք այդ բառը կործածել, բայց ավանդաբար իմ դան մեջ խորը, իմ ապրաստան մեջ, իմ մանկության դարիներում լսածս բառը երկու բառեր, մեկը հայերենով չարտ, մեկը թուրքերենով սեֆերբերլիկ։ Սեֆերբերլիկ, այսինքն ընդհանուր զինվորակրություն եւ այլն։ Շատ լավ։ Եթե կարելի է պարոն Մինաս։ Ով է։ Այո, Արմեն, բարոն Արմեն, ցեզի պիտի այն հրամեցեք։ Շնորհակալ։ Թե կարելի է երկու հարցում ունիմ։ Շատ լավ, հրամեցեք։ Առաջինը Բարոն Արմեն, ծեր ցայնը շատ կընթատվի, չի ստացվում։ Մակը լսվի։
Այո, շատ լավ է, այո։ Չեղավ, Տակին բարոն Արմեն, շատ վատ է, ոչ մի բառ չենք Չի լսում։ լսում։ Բարոն Պակրատ, դուք կլսեք։ Ոչ, երբեք։ Չի Երբեք։ լսում։ Եթե մի անգամ էլ փորձենք բարոն Արմեն, եթե չստացվի, պիտի խնդրեմ, Չի որ ձեր լսվում։ հարցը հիմա լսվում է, բայց որ հարցը տալիս եք ոչ։ Հա, հիմա փորձեմ ձև Հիմա լավն է։ Այո, հիմա լավ է։ Ուրեմն արտաքին քաղաքականությունը գիտենք, որ կազդի ներքին իրադարձությունների վրա եւ Հայաստանում օրինակ մեզ կհետաքրի, թե Թուրքիայի ակտիվությունը քաղաքական եւ Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արևելքում օրինակ Ադրբեջանի հետ սերտ գործակցությունը, ներխուժումը Իրաք, Սիրիա, ահաբեկիչներին այսպես սատարելը Սիրիայում եւ Ջուլանիին իշխանության բերելով, ենթադրենք Լիբիայում ռազմաբազաներ ունենալը։ Իհարկե այս ամբողջը չի կարող տնտեսության վրա, գնաճի վրա ազդեցություն չունենալ, որովհետեւ հասարակ թուրք մարդկանց համար այս ծախսերը, որ պետական գանձարանից կարվեն, նվազեցնում են սոցիալական, ուրեմն ընկերային մնացած խնդիրներին ուղղվելիք ծախսեր, այսինքն այս արտաքին քաղաքականության ագրեսիվությունը Թուրքիայի, ուրեմն թուրք հասարակ բնակչության կողմից ինչպես կընկալվի, մասնավորապես այդ Զանգեզուրի միջանց կոչվածի հետ կապված եւ այլ։ Սա մեկ, եւ երկրորդը նշեցիք 34 փոքրամասնություններու խնդիրը Թուրքիայի մեջ եւ ասեցիք, որ եթե գումարենք բոլորին, գուցե թուրքերից ավելի շատ կլան։ Հիմա խնդիրը հետեւյալն է, մեզ կհետաքրի թե այդ փոքրամասնությունները իրարու հետ ինչպես կգործակցեն, կա նման համագործակցություն, կա նման, ասենք, ընդհանուր այսպես ծրագիր գործակցելու, որտեղ Թուրքիան գիտենք իշխանությունները միշտ կվախնան այդ գործակցությունից, մասնավորապես հայ-քրդական այսպես գործակցությունից։ Ճիշտ է, Կարո Փայլյանը քրդական կուսակցությամբ ընտրվեց Մեջլիս խորհրդարան եւ փորձում էր այդ համագործակցության սիմվոլը լար, բայց վերջը հասկացանք ինչով այդ ամենի ավարտվեց։ Հիմա հարցումս հետեւյալն է. գործակցություն կա այլ փոքրամասնությունների հետ, մասնավորապես հայկական համայնքի մեր պատրիարքարանի, եւ ինչպես է վերաբերմունք այդ ամենի նկատմամբ թուրքական իշխանությունների կողմից։ Շատ լավ, շնորհակալություն։ Լավ, եթե եկեք սկսենք հարցումը վերջին հարցում են պատասխանելու այս նյութը, համագործակցության մասին կարելի չէ խոսել։ Այդ խմբակները իշխող դարի դեմ համագործակցելու ցկտումը ընդհանրապես չունին։ Եվ եթե խոսենք 34 էթնիկական կամ գրոնական փոքրամասնություններու մասին, բարդինք նկատի առնել, որ անոնց շատը արդեն ինքնագամ գերբով լուծարգված են թրկության մեջ։ Այսօր ահագին չերքեզներ կան, որոնք իրենց չերքեզ ինքնությունը մինակ ֆոլկլորիկ երանգ լալով գբահեն։ Խոհանոցի սովորություններով, որոշ երաժշտական թեքումներով, բարերով եւ այլն։ Նույնը ասել կարելի է լազերու համար։ Կամ քիչ առաջ մենք ակնարկեցինք համշենահայերու խնդրին, Ռուսիո մեջ համշենահայերու մասին կարելի է խոսել, բայց Թուրքիո մեջ համշենցիներ կան։ Եվ անոնքալ կարևոր մեկ մասը սիրահոժար թրկացած են։ Այս երևույթը նախ պետք է նկատի առնել, բայց եթե գործակցություն չկա, գա ներշնչման եղանակը հատկապես բոլոր այս ժողովուրդներու մտավորական դարերու մոտ։ Օրինակի համար քուրդերը վերջերս, ոչ թե վերջերս, քանի տարիների ի վեր մայրենի լեզվի շեշտադրում ունին, ուզեն իրենց մայրենին պաշտոնականացնել, դեսանելի դարձնել, գոնե արգելված լալու հանգամանք են դուրս բերել եւ ավելին գուզեն մայրենիով ուսում ստանալ։ Այս բոլորը լսելով որոշ լազ մտավորականներ ալգան, որ գսեն թե հավա մեր մայրենին մենք ինչու համար լազերանը գործընծուցին։ Գան վրացիներ, իսլամացած վրացիներ, գան չերկեզներ, աշխարհի
ահագին երկիրներու մեջ կա չերկես փոքրամասնություն, մինակ Թուրքիո չերկեսներն են, որ գործընծուցած են իրենց մայրենին, այժմ Սուրիո մեջ, Հորդանանի մեջ, նույնիսկ Իսրայելի մեջ, չերկեսները իրենց մեջ չերկեսերեն գխոսին, իրենց զավակները չերկեսական անուններով գգոչեն, բայց Թուրքիո չերկեսները ոչ։ Հիմա չերկեսներու մեջ կոյացած է մտավորականներու երանքը, որ այս բոլորը հարցականի դակ գտնեն, բայց սա չնշանակեր, որ այդ բոլորը իրարու հետ զորակցության մեջ են։ Անշուշտ արտադական զորակցություններ կան։ Մենք այսօր ունենք ագոստեր դիեթե, ագոստի էջերուն կարևոր մեկ մասին թրկերեն լալում շնորհիվ, օրինակի համար չերկեսներու Ժինևստերտին հետ գրեթե մոտ սերտ հարաբերություններ ունենք, կամ հրեից շալոմ տերտին հետ, այսինքն դեսանելիությունը երբ որ շատնա, մարդիկ իրարու մասին գարենան գարտալ, արդեն որոշ շփումներ գլա, բայց այս շփումները երբեք պիտի չնշանակե ընդհանուր խաղապարի շուրջ մեկդեղվել, ուժը գազմել, այդպիսի հավանականություն մկոյություն չունի։ Լավ, իսկ առաջին հարցին մասին Թուրքիո արդակին քաղաքականությունը գաստե տնտեսական իրավիճակին։ Անշուշտ որ գաստ է եւ Գարո Պայլանի անդամակցած կուսակցությունը այս բանը շատ հաջող օրագարկի բերավ։ Անոնց միշտ հիշեցուց, որ բادرազմը որքան սուղ գարժե այս պետության եւ այս պետության բոլոր լծակները, միջոցները ի ըսպար գվատնվին անիմաստ բادرազմի համար։ Բայց մյուս կողմեն հիշենք, որ Թուրքիան նվաճողական բնույթով մեծ գայսրության ժառանգորդն է եւ հասարակության մեջ դիրող երևույթ է, որ երկրի շահերու համար մարդիկ զողողությունն էլ, եթե պետք է զողողությունն, ես խոժարեմ ամեն օր ցամաքած կուդեմ, գպավի որ իմ պետությունս հզորություն ապահով է, իմ պետությունս իր թրոշը ծածան է ցանկացած երկրի վրա։ Դագավիթ նախագծարանի տասարաններեն երեխաներուն գտաստիարակեն, որ մեր բաբերը դիրաբետած են 3 ցամաքամասերու վրա, այնպիսի գայսրություն մներ, որոնց սահմանները գերտային մինչև Եվրոպայի գեսերուն, Ապրիկայի հյուսիսը մեզի հպատակեր, Ասիա միջին արևելք եւ այլն բոլորը մեր հսկողության տակներ։ Ասով բարձենացող ժողովուրդը, մշակույթը, հասկացողությունը ցևավորվեցավ եւ Թուրքիո հանրապետությունը այդ բարձանքը շարունակեց։ Ինքը մեծ իմպերիալ ուժ այսօր Թուրքիո մեջ Սադանայիա նման նշանակություն ունի իմպերիալիզմ գոչված է, ինչ որ այդ փարով կհասկանան քերդերություններու քաղուտադիրական չանկերը, աշխատանքները, նվաճումները, առանց բահմը իսկ անդրադառնալու, որ թարմը առաջ իրենք եւս իմպերիալիստ պետություն մնային։ Այդ խապկանքին պատճառը հետեւյալն է, որովհետեւ ընդհանրապես մարքսական քրագանության մեջ իմպերիալիզմը կբացատրվի տրամաբաշխության, զարգացած ջարդարակիտության հետևանքով ինդուստրիալ ոստումի ամենաբարձր գեդը, քանի որ Օսմանյան երկիրը այդպիսի ջարդարակիտական նվաճումներ չուներ, հետևաբար իմպերիալիստ չի գնալու, բայց ինչ նշանակություն ունի Ապրիկայի բնական բաշարները գողոպտելը կամ ցանկացած հարևան երկրի դուրք պահանջելը իրար մեջ տարբերություն ունեցող բաներ չեն, բայց Թուրքիո մեջ ընկալումը բոլորովին տարբեր է։ Թուրքիան կհամարվի զոհված երկիր եւ իր բոլոր պայքարն ուղղված է իբր թե գայսերաբաշտական, քաղուտադիրական մեխանիզմներու թեմ, բայց այդպեսի չէ։ Սակայն այդ խոսանքը իր հետևանքները այսօր ունի, ինչպես քիչ առաջ ասի, Թուրքիո մեջ ահագին մարդ, եթե իրենց այդ ուղղակի խոսին, շփում ունենան, մի դեսը որ հոգշե ես սողություն գնեմ, գքոհանամ ցամաքածով,
կպավե որ իմ երգիրը նվաճումներ արձանագրե, իմ թրոշը ձածանի ամեն դեղ։ Կալով մանավանդ Ադրբեջանի խնդրին, այդտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը շատ հետաքրքրական հակասություններում անդնված են։ Անոնք կսիրեն երկու պետություն մեկ ազգ եզրը կորձած են, բայց ավասի կողմեն Գազայի մեջ պատահածները Թուրքիո համար անընդունելի չարթերեն մանտասպանություններն մյուս կողմը Իլհան Ալիևի համար իր տաշնակցին արդար առարկներն են չտեսներ անգամ Ալիևը երբեք նույն չէ ըրած թե Գազայի մեջ ինչ կբադահի ավելի քան 50,000 խաղաղ բնակիչներ ինչպես սպանվեցան մեկ երկու տարվա ընթացքում այս բոլորը Ալիևին հոգը անգամ չէ ան գլխավոր նավթամատակարարն է Իսրայելին եւ այդ նավթնալ Թուրքիո միջոցով կհասնի դեպի Իսրայել իսկ այստեղ կառավարությունը եթե խոսքի կա եթե ջարեր արձակելու կա իրենք բոլորովին գողքին են Գազայի ժողովրդին պաղեստինցիներուն բայց ոչ իրականությունը ասիգա այստեղ վերջերս հետաքրքրական կարգախոս մգա հետևյալն է դուք գսիրեք գրոնական օրերուն Գազային օգնություն փութացնել իսկ մենք գսիրենք ազատ անկախ Պաղեստինը Սախագոմյաններու կարգախոսն է ասիգա գրոնամետներուն ուղյալ գսեն դուք գսիրեք օգնել սովամա հեղած Գազային իսկ մենք կբայքարենք Պաղեստինի ազատագրման համար, ազատության համար։ Շատ լավ, բարոն Մատիկ, եթե պատրաստ եք։ Բարոն Մատիկ, կլսեք։ Եթե կլսեք, հրամեցեք այլապես, մինչև բարոն Մատիկը պատրաստ լա, ընկեր Շահան, հրամեցեք։ Շնորհակալություն, բարոն Պակրատ։ Խնդրեմ։ Ինչպես միշտ շատ հետաքրքրական դերակցություններ եւ անոնց վրա հիմնված առարգայական վերլուծումներ։ Ես շատ ամփոփ հարց մտի դայի, որ ուզեի նաեւ ներսեն, այսինքն ծեր գողմե դիտված ակնկալություն կամ քնահատական ընդհանրապես Երևան, Անկարա այսօրվա երկխոսության նկատի ունենալով անշուշտ, որ միշտ ամեն ինչ պայմանավորված է Հայաստան-Ադրբեջան բանակցություններու արդյունավորման հետ եւ գտվի, որ այս գործընթացը ավելի ինչպես կսեն ավելի խապկանք է քան իրականություն բայց կուզեի լսել ծեր արժևորումը կամ քննադատական այս մասը շնորհակալություն Խնդրեմ ես ամբողջովին գծայնակցիմ ծեր այդ հաստատում որ այս բոլորը խապկանք է ոչ իրականություն հիշենք որ 44-օրյա պատերազմի ավարտին նույն ինքն Թուրքիո նախագահը Էրդողանն էր որ հայտարարեց թե այլևս Հայաստանի թեմ շրջափակում մի պատճառ չէ մնացած հետևաբար ժամանակը եկած է բնականon հարաբերություններ հաստատելու եւ իր այդ հայտարարութենեն յետ անմիջապես արձականք դրական արձականք եկավ Երևանեն եւ Անկարա ու Երևան նշանակեցին երկու բանակնացներ հայկական կողմեն Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանի փոխնախագահ իսկ թուրքական կողմենալ նախկին ավագ դեսպան Սերդար Քլիչ այս երկուքը քանի անգամ հանդիպումներ ունեցան երրորդ հանդիպման ավարտին էր որ Ռուբեն ամեն անգամ հանդիպումներն յետ գաղաբարված նախատեսություններով սինթետրական հանդիպում մի եղավ լավ որոշումներ կայացին բայց չսին թե ինչ էր այդ որոշումները ինչ խոսեցան ինչի մասին համաձայնեցան հայտնի է որ այդ բոլորը միջոցը փակ բահելու որոշում արած էին երկուստեք եւ հազիվ երրորդ ժողովի ավարտին է որ Ռուբեն Ռուբինյան այլևս չհամբերեց եւ ասավ որ նույնիսկ մեկ թիզ հարաճընթաց չենք արձանագրած եւ այդ հայտարարությունն եկավ դարձյալ գեղձիկը
ցամաքային սահմանաթուրմը փանալ երրորդ երկիրներու քաղաքացիներուն համար։ Սա ինքնին արդեն անիմաստությունով լեցուն բացատրություն մներ։ Երկու երկիրներու միջև սահման պիտի փանած, բայց այդ երկիրներու քաղաքացիները չէ, այլ օդար մարդիկ պիտի օգտվին այդ սահմանեն եւ հավելյալ դիվանագիտական անցակիր ունեցողները միայն։ Ուրեմն այս հաստատում որպես հրաբարակվել են վերջ կյանքի չգոչվեցավ։ Մինչ այդ հայկական կողմը արդեն այդ նշված սահմանադրան գետին վրա ամեն նախապատրաստություն ավարտին բերավ եւ Թուրքիայի լրագրողներ հրավիրելով ապացուցեց, որ այստեղի շահագործման պատրաստ է։ Բայց ինչպես դուք նշեցիք, գա խնդիրը գղբող երրորդ պետությունը, որն է Ադրբեջանը։ Թուրքիան այլևս Ադրբեջանի հավանությունը առանց ստանալու այս նիստին մեջ քայլ առնելու ի վիճակի չէ։ Թուրքիան ինքն է, որ ինքսինք այսպես նեղգացության մատնեց։ Խորհրդային միության դարանչադում են անմիջապես յետք ըստ երևույթի Թուրքիան ավակ եղբայր մներ Ադրբեջանի թիմաց, բայց անցնող ավելի քան 30 տարիներու հետևանքով Սաբահուն երևույթը ընդհակառակն է դիվանագիտական կետնի վրա Ալիևն է, որ ավակ եղբայր է եւ Թուրքիան առանց Ալիևի հոժարության քայլ առնելու ի վիճակի չէ միջազգային քաղաքական դաշտի վրա։ Այս կապվածության երաշխիքներն մեկնալ միգուցե Սոկարի ներդրումներն է ադրբեջանական նավթի ընկերության ներդրումներն է, անոնք այսօր Թուրքիայի մեջ ունին իրենց մեդիան, իրենց լոբին եւ այդ լոբին միգուցե Թուրքիայի մեջ շատ զգուշ կերպով հետևի հայանպաստ ամեն քայլի եւ այդ հայանպաստ քայլերը չախչախելու համար շարժման կանցնե pedagogan համագարկը։ Նախորդ տարի մենք այստեղ շատ հետաքրքրական ռադիոգայան ունեինք, այդ ռադիոգայանի մեջ 24 ապրիլի օրը ադենախոսը անդրադարձավ ցեղասպանության եւ հետո լսեցինք, որ այդ անդրադարձի պատճառով ռադիոյի հաղորդման իրավունքը վերացվեցավ։ Շատ ծանր բադիժն էր այս մեկը եւ այդ բանը ապահովողը Ադրբեջանի Անկարայի ավակ տեսփանն էր, որ անցամ այցելեց հերոստակայաններու խսկիչ մարմին եւ իր փողոքը հայտնեց, թե դուք ինչպես կարդոնեք, որ ռադիոյի մեջ ցեղասպանություն եզրը կործացվի եւ ադոր իբադիժ այսօր այդ ռադիոն այլևս գոյություն չունի, թեև գոյություն ունի, բայց ստիպվեցավ նոր անունով իր երթը շարունակել եւ նախաբես FM-ի ալիքի վրա հաղորդումնող ռադիոգայան մներ հիմա միայն համացանցի միջոցով գրնանել, քանի որ իր լիսանսը չեղարկվեցավ։ Այսպեսով այսքանով երկրի ներքին քաղաքականության միջամտելու կարողություն ուժ ունեցած այլևս Ադրբեջանը։ Հետևաբար Թուրքիան իր արիքներ զիջած եղավ իր սխալ քաղաքականության, իր հագահայ համար բնություններուն հետևանքով։ Շատ լավ, բարոն Վահե Հայրիկյան, հրամեցեք, ըստ երևույթին բարոն Մացիկը տեխնիկ խնդիր ունի, բարոն Վահե հրամեցեք։ Պարոն Բակրատ, շատ ազատորեն գխոսիս, միշտ կմտածեմ, որ սահմանափակումներ կան ծեր թերթի մասին անցյալին բավական դժվար ժամանակ անցած է հայ ժողովուրդը այդտեղ։ Երկու հարցումներ, առաջինը թուրքերու եւ քուրդերու աճի մասին։ Արդյոք այդ աճը փոփոխության պիտի ենթարկվի մոտ կամ հեռավոր ժամանակվա ընթացքին եւ աճը պիտի աստե Թուրքիո քաղաքականության վրա, Թուրքիո ընդրություններու վրա եւ այլն։ Երկրորդ հարցումը ներքին իմաստով հայ-թուրքական հարաբերությունները ինչ են, արդյոք կա որևէ հարաբերություններ ունիք, չունիք, քուրդերը
հավանաբար մասը իրենց խավեն գնդունին ցեղասպանությունը, բայց ընդհանուր առմամբ ինչ վիճակի է աթարապերչինը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Խնդրեմ, ուրեմն սա գրնամ ասել, նախ ես իմ հաշվից ասեմ, սա սկզբունքային բան է, ես լրագրողության ասպարեզ բավական ուշ մուտք գործեցի, իմ գործը չէր այս բանը, հազիվ հրանտի սպանութենեն ետն է, որ ես սկսա ագոսի մեջ հարադև աշխատիլ։ Նախապես կգործակցեի ագոսի, մեր քրություններ գողարգեի, բայց պաշտոնապես ագոսի անձնագազմին մաս կազմելս սկսա հրանտին մահեն ետ։ Սա արդեն որտեղ գրված սկզբունք ուներ, որ հրանտի բայկարը գիսավատ պիտի չմնա, պետք է շարունակվի։ Ես այդ համարձակությունով է, որ խոսքս չեմ զլանար, բայց սա համադարած երևույթ մեջ է, ինձ վես ուրիշներ անշուշտ օրգան, բայց կարևոր մեկ մեծամասնություն շատ ավելի զգուշ է, շատ ավելի շրջահայաց է, շատ ավելի բաներ նկատի կունենա, անշուշտ ես չեմ ուզել գույրս գուրային գլուխս փորձանքի մատնել, բայց եթե որպես լրագրող հասարակության դիմաց պատասխանատվություն ունիմ, չեմ գնալ խոսքս զեղչել ոմանց հաջելի թվելու մտահոգությունով։ Այդպիսի մտահոգությունը երբեք չունիմ, ես իմ խղճիտ եմ պատասխանատվությունս արդարորեն դված լամ, անգյանտին նշանակություն չունի, այս երկրի մեջ մեր սխալ խոսքերը չէ, որ մեր գլխում փորձանք կպանա, բարձրապես որոշ ռադարներ կան, այդ ռադարներու հանդիպիլն է, որ փորձանք կրնալալ։ Այդ ռադարներուն, որ եթե անգամ հանդիպիկ, դուք ինչ ալ ըսած ըլլակ եղեք, նշանակություն չունի, այդ ռադարը անպայման ցեզ պիտի հալած է, պիտի հարված է։ Շատերուն համար բադահածը աս է, իրենց խոսքին համար, սխալ բան ըսածը լանուն համար չէ, որ կհալածվին կամ հարվածներու գենտարգվին, այդ ռադարին հանդիպած ըլլալու համար է, շատ հավանական է, որ ռադարը օրմը ինձիալ քդնե հանդիպի դերմը մեկը կամը պսպսա այսպես ըլլա, այնպես ըլլա։ Ուրեմն սա առաջին հարցումներ, հետևաբար ես անակ շատ քաչ մեկը չեմ, բայց ստանձնած պատասխանատվությունս այն գման չէ, որ բաները իրենց անունով պետք է գոչեն։ Քանով քրդական խնդրին դու գսիկ, որ քիչ մնա իրենց շահերուն համար։ Իրենց շահերեն ավելի միգուցե իրենց մեղքերուն համար։ Մենք բոլորս որպես հայ ժողովուրդ գիտենք, թե 1915-ին ընդհանրապես քուրդ ռուսախումբերը ինչ դերակատարություն ունեցած են։ Այդ սպանդները մանավանդ արևելյան քաղաքներու մեջ, Իստանբուլեն դիտելով արևելյան քաղաքներու մեջ, Հայաստանի դարածքին, պատմական Հայաստանի դարածքին, որու ցերկով սպանված ենք մենք, ովքեր էին այդ ռուսախումբերը։ Նույնիսկ նախքան 1915 Համիդիեի քունտերը, որոնց մեկը փաղկանային։ Այս բոլորը յուրաքանչյուր հայ իր գիտակցության մեջ գիտե։ Բայց ուրիշ երևույթ մգա։ Մենք չենք կրնար քուրդերը այս են, հետևաբար անոնց կուսակցությունն այս է, բալ գաղաբարով շարժիլ։ Այսօր ահագին քուրդերգան շատ լուրջ քուրդ մտավորականություն մգա, որ հարիմփուր իմաստով բոլոր հայերս ավելի շատ գիտակցի իր ցեղագիցներուն 1915-ին կատարած դերակատարության։ Եվ այսօրվան ահագին իրենց մատնված փորձանքներն կբացատրե այդ սխալություններով։ Հետևաբար անոնք ոչ թե այսօրվա իրենց քաղաքականության պահանջած շահերուն համար, այլ անցյալի հանդեպ իրենց զարգացուցած գիտակցության հետևանքով է, որ հայամետ գեցվածք ունին, ցեղասպանության հանդեպ քեր զգայուն գեցվածք ունին։ Ան միայն կուսակցությունը, որ յուրաքանչյուր 24 ապրիլին հadouk հայտարարություններով գծավակցի հայ ժողովրդին եւ եղերությունը գոչե իր անվանումով։ Հետևաբար այսօր ինչ է եթե ասեք պատկերը,
Սա գնդամս է։ Բնավ մի զարմանակ, եթե այսօր ալ դեսնեք, որ Համիդի քունթերը գազმողներու չափ քյուրդեր նույն թրթումով գրնան զենք պարստացնել հայու վրա։ Սա չնշանակել ուրեմն քյուրդերը այսպես են, այնպես են, ադոր բացատրությունը այդ մեկը չէ։ Այդ նույն խումբերը, նույն քաղաքապարները այսօր իրենց ազգագիցներուն թեմալ նույն շարժումին մեջն են։ Մանավանդ շատ կարևոր օրինակ գենտանի վկայություն է ասորիներու բարական։ Ասորիներ մանավանդ 1980 մինչև կարևոր մեկ մասը իրենց բնորանը գոյություն բաղաձեր Թուր Աբդին գոչված հատվածն է Մարտինի եւ շրջակա խավարները ներառող հատված եւ 80-ին յետք որ անոնք զանգվածային խախտեցին թեպի Եվրոպայի հյուսիսային նորդիկ երկրները գլխավորությամբ Շվեդ, Դանմարկ եւ այլ երկրներ։ Իսկ ավելի վերջ մանավանդալ 2000-ի հաջորդող առաջին տարիներուն հուսալով որ Թուրքիո մեջ ժողովրդավարական կարգերը պիտի վերահաստատվի, անոնց մեկ մասը վերադարձավ իրենց բնորանը, նոր դուներ կառուցեցին այստեղ եւ իրենց թեմ իբրև վտանգ հայտնվեցան դարձյալ որոշ քյուրդ խմբակներ։ Հետո քյուրդերը ընդհանուր գոչումը իմաստ շատ չունի։ Ավելի շատ իմաստ ունի այսօր քրդական քաղաքական շարժումը, այդ շարժումի քաղաքապարախոսությունը, գեցվածքը եւ միշտ կողմեն, ինչպես ասի Դագավին ահագին քյուրդեր կան, որոնք 100 տարի առաջվան բայրակությունը գրկնելու դրամատիր են։ Եվ ավելի ցավալին եկեք այստեղ հայեր որպես միասին խոստովանենք։ Դժբախտաբար մենք կարծես թե նույն ադյուրով շաղախված ժողովուրդներ ենք։ Ես երբ որ գլսեմ Երևանի պետական համալսարանի մեջ հայուհիի հագում ունենալուն պատճառով դանչամահ եղած պակիստանցի բժշկական ֆակուլտետի ուսանողի մասին գսկամ որ այդ երկուքին շաղախը իրար մեջ շատ ալդարբեր չեն դժբախտաբար։ Այս նյութերը ընդհանրապես մենք չենք խոսի, ընդհանրապես չենք խոսի, երբ որ հայ քյուղաբետը կամ մարզբետը իր բոստանը անասունները գողքրդեցին ասելով 17-ամյա եզդի չոբանը եթե ըսպանն է, եւ ապա ամբար թրջակվի, եւ ապա այդ անարտարության թեմ ցայն բարձրացնել ուզող մայրը ինքսին քրգիզե նախակահին ստավայնին արժև մենք մեր թերթերով, մեր հասարակությունով, մեր լրատվամիջոցներով չենք արձագանքել, չենք լսել, բայց այս բոլորը դժբախտաբար իրողություններ են։ Քյուրդերը այսօր միայն քաղաքական կուսակցություն որպես, միայն Գարո Փայլանի կուսակցական ընկերները որպես իմ բարեկամներ են, ես Ներեք, շարունակեցեք, այո։ Ես անոնց անտեր անշուշտ որ համագրանք ունիմ, բայց այս չի նշանակել, որ ես քրդասեր եմ։ Ես ոչ քրդասեր եմ, ոչ հայասեր եմ, ոչ թուրքասեր եմ, ոչ ալ թուրքադիաց, հայադիաց կամ քրդադիաց եմ, կամ արաբադիաց կամ չես գիտեր ինչ, ռուսադիաց կամ ռուսասեր։ Այստեղ սիրո կամ ադելության խնդիր չկա, գիտակցություն քննադելու, քաղաքապարախոսություն քննադելու խնդիր մգա, թե ոչ հայերս այսօր բազում փորձեր է վերջ շատ հաստատ կգնանք հայտարարել, որ մենք բարեկամ չունենք, բայց մենք ամենքում բարեկամը չենք։ Անտիսեմիտիզմը որ չափ տարածված է մեր ժողովրդի մեջ։ Բախ մասիկա եթե հիշենք, մենք ալ չի պիտի գնանք ասել, թե մենք այս կամ այն ժողովրդին բարեկամն ենք։ Մեր ամիջական հարևանները սիրեցեք, մեկում տնենք թուրքերը Վրաստանը, մենք վրացիներն ալ չենք սիրել։ Ամիջապես հարավը Բարսկաստանը, սա վերջին քաղաքական ընթացքներում մեջ մեզ այդ ամենաշատ հեշտությամբ յոլակացող ժողովուրդն է։ Մենք անոնց անտեպ խնդիրներ ունենք, չէ որ անոնք մահմեդական են, մենք քրիստոնյա ենք եւ այլն, կամ Վարդան Մամիկոնյան, այս բայց մենք մեր անալիզն ալ կարգին չգրցանք ընել գխորի։
Երկրորդ հարցումը թուրքերու եւ քուրդերու աճի մասին, արդյոք Հա, ադիգա տեսեք, այն հարց մտնա կամ թուրքերն Միան մեր քուրդերն բարոն Պակրատ, Ամիսյանը- եթե կարելի է միան պատասխանները գրճատել կամ հագիչ Շատ լավ, սևով ներկայացնել 4 հարցում ունենք տակավին, սպասողներ։ այս հարցումին ամիշավես կարճ պատասխանդամ, այստեղ քուրդեր կամ թուրքերու խնդիր չէ, քյուրական տարածքներ բնակողներ եւ քաղաքական տարածքներ բնակողներու խնդիր է։ Այն քուրդը, որ քաղաքները մեծ քաղաքի մեջ կբնակի, ավելի քիչ զավակ կունենա։ Այն թուրքը նույնպես։ Իսկ այն թուրքը կամ քուրդը, որ քյուրերը կբնակի, շատ զավակ կունենա։ Նույնը մեզ հայերուս համար էլ այդպես է, երբ որ քաղաք բնակիչը սկսանք, ավելի քիչ զավակ ունեցանք, բայց անցյալին գիտենք, որ մեր նախնիները քյուրական պայմանների մեջ, իրենց բնորանի մեջ բազմազավակ էին։ Շատ լավ, բարոն Մաթիկ, հրամեցեք։ Բացվեցավ այնը, գլսվի։ Այո, նորմալ է։ Եղավ։ Բարոն Էսկուտյան, շնորհակալություն նախ ձեր այս զավալուն եւ խիզախ արդայություններուն համար։ Ես որոշ պատասխաններ արի քրդական հարցի եւ այլն, բայց որոշ չափով այդ քրդական հարցը գաբունի սուրիական կորզոնին հետ։ Սուրիական կորզոնը այսօր տարածաշրջանի ամենամեծ հարցերը մեկն է, որ գարնչվի Թուրքիո հետ, հատկապես Թուրքիան հիմա ինքն է Սուրիո քաղաքնի սպասարկության վերահսկողը եւ ամբողջ քաղաքականությունը վարողը, հատկապես հյուսիսային Հալեբի շրջանի մեջ։ Հոս այլ գետ մգա, որ 4 միլիոն սուրիացի քաղաքտականի հարց կա Թուրքիո մեջ, որոնց մասը վերադարձած են, ոմանք արդեն կորզարարներ դարձած են եւ բավական լավ թիրքերով ասած են Թուրքիո մեջ, որ երբեմն նախանցը քրքրած է այդտեղի թուրք որոշ մրցակիցներով։ Ինչ որ Եվրոպայի մեջ ալ թուրք եւ արաբ սուրիացի հարցեր ունին Գերմանիո մեջ մրցակցության արևդրական կետնի վրա։ Հիմա այս սուրիական կորզոնը ինչ ցևով գտիտվի ինտիմատիր ուժերու կողմէ։ Այսօրվա վարչագարկը կայսերաբաշտ վարչագարկ է, որ ախորժակներ ունի ամբողջ Սուրիո տարածքին, ախորժակներ ունի ամբողջ ինչպես որ ասիկ իրենց դասյարակությունը այդպես ուկա, բայց ինտիմատիվ ուժերը այս հարցի մեջ այլ դեսագետ ունին, թե համագործիկ են այս ընթացքին։ Աղաչուն։ Դժբախտաբար պիտի ասեմ, թե ընդհանրապես համագործիկ են, թեև ներկա իշխանության նման թրթումներ չունին, այս ներկա իշխանության Սուրիայի դեմ թշնամության հիմնական խնդիրը երկրի նախագահին Ալևի մըլլալներ։ Անգյանտին երկրի հյուսիսային հատվածի քրդաբնակ ժողովուրդը երբ որ ինքնիշխանության փորձեր կատարեց, Թուրքիան ուզեց այդ փորձը անմիջապես տեղում վրա խեղդել, ահաբեկիչներ կործածելով, վարձկաններ կործածելով։ Գիտենք, որ Թուրքիան այդ վարձկաններեն օգտվեցավ Արցախի պատերազմի ժամանակ եւ իրեն համար անհավատալի թիմադրությունը հերոսամարտը տեղի ունեցավ Կոբանիի մեջ։ Կոբանիի մեջ մենք հայ զոհերալ ունեցանք Կոբանին պաշտպանելու համար այդ հերոսախումբերու թեմ եւ վերջապես հաջողեցան, բայց սա Թուրքիո իշխանություններու համար մինչև այսօր գլխացավ մնե։ Չսեմ գլխացավ ավելի ճիշտ արդայությունը, չգիտեմ հայրենի մեջ ալգա, բայց թուրքերի մեջ շատ ընդունված արդայությունը բոչի ցավ։ Թուրքիո բոչը ցավեցավ, երբ որ Կոբանին չինգավ, որովհետև մենց ախորժակ ունեին, իսկ կալով ինտիմատիվներու գեցվածքին, անշուշտ որ այսօր 4-ի բաժանված Քուրդիստանի մեկտեղումը բոլոր թուրքերու համար մտավախություն է։ Միայն ազնիվ մարդիկ է, որ այդ բանեն չեն վախնար եւ գսեն, թե ինչպես բոլոր ժողովուրդներ, քուրդերը ունին ինքնորոշման իրավունք եւ շատ արդար է, որ անոնցալ ապրած երկիրը իրենց անունով, իրենց թրոշով, անկախ պետություն ըլլալով կոյանան։ Բայց ինտիմատիվները այս կարծիքի չեն, անոնք կսեն, թե մենք եղբայրներ ենք արդեն անցյալին միասին արյուն հեղեցին, այստեղ ակնարկվածը մեր արյունն է անշուշտ, միասին արյուն հեղեցին կսած ժամանակ, ակնարկվածն է մեր արյունն է, կամ հույներուն, ասորիներուն, եզդիներուն արյունն է, հետո ապար
ընտիմատիրները նույն գարձիկի են, անոնք անակիշ բիրլան Քուրդիստանի կոյացում են, քանի որ այդ Քուրդիստանը Թուրքիայեն ալ հատվածում է իր մեջ պիտի առնե, թե Սուրիո հյուսիսեն, թե Թուրքիո հարավ արևելքեն, թե Իրաքի հյուսիսեն եւ թե Իրանեն։ Այսօր 4-ի բաժանված Քուրդիստանի իրողություն մգա եւ այդ իրողությունը եթե ցանկի գոչվի, այսօր այդ բոլորին համար փորձանք ունե անփախծալի երևույթը։ Շատ լավ։ Երցանք հերթով, ուրեմն Սիլվան գրավոր հարցը ուղղաձեր, շնորհակալություն այս շահեկան զեկույցին, անցյալին Էրդողան գսպարնար Թուրքիո մեջ ապրող հայերու, հատկապես Հայաստանեն հոն աշխատելու եկողներուն, ներկայիս նման մթնոլորտի մտավախություն կա։ Այս հարցում։ Ոչ, եւ ես ուրիշ բան եւս հավելեմ, բարեբախտաբար այսօր թիվով ավելի նվազած են Հայաստանեն աշխատելու համար Թուրքիա եկած մեր եղբայրները քույրերը։ Այստեղ կարևոր խթան եղավ Թավշյա հեղափոխությունը, որ հույսեր ներշնչեց իրենց եւ անոնք հեղափոխության հաջողությունով բսակվել են ամիսներ անց, արդեն կարևոր թիվով վերադարձան հայրենիք։ Այսօր համեմատաբար քիչ են եւ անգամ մնալ այդ ուղղությունով սպառնալիք մը չլսեցինք։ Ես կհիշեմ այնադեն Էրդողան ասած էր երկրից մեջ 100,000 հայեր կան, ասոնց մե 30,000-ը իմ քաղաքացիներս են, մնացյալները Հայաստանեն եկածներ, այդ Հայաստանեն եկածները իսկույն ետ գուղարկեմ, այսպես սպառնալիք մներ, բայց այդպես բամը չկործատրվեցավ եւ հիմա անոնց թիվը ուրախ եմ, որ ավելի նվազ է։ Նվազ է, սակայն Եվրոպա կացած են, բարոն Պակրատեսյան։ Բարոն Քերոբ Էկիզյան, այո, բարոն Քերոբ, հրամեցեք։ Այո, բարոն Էստուկյան, երկու հարցում, առաջին հետևյալն է, 2 ամիս առաջ մոտավորապես Եվրոպան ոտքի ելավ, որպեսզի խոսի իր ուրույն պաշտպանական համագարկը ստեղծելու համար, եւ այդ նախնական խոսակցություններու մեջ որերի ղեկավարները նաեւ կանչեցին Թուրքիան, հանցինս Հական Ֆիդանի եւ նաեւ նույն ադեն Էրդողան բավական այսպես քրախուսական հայտարարություններ ալավ, ասելով որ Եվրոպայի պաշտպանական համագարկը Թուրքիային կանցնի։ Հետո ինքը Էրդողանը սկսավ քննադատել, որ Եվրոպան դժգամ է մեզ ընդունելու Եվրոպական միության ընտանիքներս։ Կգարձեք դուք, որ այսօր եթե Եվրոպան փորձե իր պաշտպանական համագարկը ստեղծել Թուրքիան նկատի պիտի ունենա նախ որպես ծանր ջարդարարվեց այս պաշտպանության ոլորտեն ներս, իսկ նաև քաղաքական նկատառումներով։ Սա մեկ։ Երկրորդը, ինչպես դուք կգնահատեք Թուրքիո եւ Ռուսիո ներկա հարաբերությունները, որոնք նաև բազմավոլորտ են, քաղաքական իմաստով նաև, եւ եթե դուք մեկը կնկատեք խորհուրդ գործակցություն կամ լարախաղացություն Թուրքիո կողմէ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Այո, լարախաղացություն բարե, մենք նախապես հերոստահաղորդումի ընթացքին է որ կորզածեցինք։ Ես հեղինակային հերոստահաղորդում ունեի երկար ժամանակ տևեց 5 տարի շուրջ, ամեն շաբաթ կհրատարակվեր եւ այդ հաղորդումին մենք 2 լրագրողներ էինք գլխավոր ադենախոսները, մեկը ես էի եւ մեկն Իստանբուլի մեջ լույս տեսնող հունական թերթի ապոյոմատինի գլխավոր խմբակիրը Միխայիլ Վասիլյադիս։ Վասիլյադիսն էր, որ Թուրքիո երևույթը գփնութակրեր հետևյալ գերբով։ Լարմը երևակայեցեք, որուն մեկ ձայրը ռուսի արջի թաթին է, իսկ մյուս ձայրը Ամերիկայի արձիվի ջանգերուն մեջ։ Եվ Թուրքիան այդ լարին վրան է, որ բարել հավասարակշռություն բահել գործե։ Եթե անոնցում է մեկը հանգարց լարը թույլ դա, արդեն Թուրքիան անթույլ պիտի ինա։ Կալով Եվրոպայի ՆԱՏՕ-են դուրս սեփական ինքնապաշտպանության ուժը կոյացնելու վարկածին, ես այս բանը շատ իրավացի չեմ տեսնել, որովհետև ամեն ինչ ձևավորվեցավ երկրորդ համաշխարհային պատերազմեն յետ
Եվ երբ որ ՆԱՏՕ-ը կոյացավ, ՕԹԱՆ-ը կոյացավ, Եվրոպայի բոլոր երկիրները իրենց պաշտպանությունը վստահեցան Ամերիկայի գլխավորած այդ կազմակերպության։ Այդ վստահության, այդ անվտանգությունը ուրիշին վստահելու հետևանքով է, որ Գերմանիան ջարդարակիդական շատ մեծ ոստում արձանագրեց կարճ ժամանակի ընթացքին, որովհետև արդեն իրեն արգելված էր զենք արտադրել երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտեն ետք։ Եվ հակագշրող ուժ գար Վարշավյան ուխտը։ Այսօր Վարշավյան ուխտը չկա, բայց ՆԱՏՕ-ն դակավին ծավալաբաշտ քաղաքականություն կմշակե։ Իսկ Թուրքիո բանակը ՆԱՏՕ-ի մեջ որպես մարդուժ երկրորդ մեծակույն ուժն է զինվորի քանակի առումով, բայց Թուրքիո բանակի մարտունակությունը ըստ ինձի բավական հարցական խնդիր մնե, որքանով մարտունակ է, շատ երկար տարիներ ուղղակի պատերազմի չէ մասնակցած, այլ ինչպես դուք քիչ առաջ նշեցիք հարցումներու ընթացքին, Մերձավոր Արևելքի մեջ կամ Հյուսիսային Աֆրիկայի մեջ կարգ զինվորական միջամտություններ, բայց ոչ թե միջպետական ուղղակի պատերազմներ։ Այդ վերջինը 74-ին որ եղավ եւ Կիպրոսի հյուսիսը բողվեցավ Կիպրոսի հանրապետութենեն, հոն անգամ Թուրքիան ռազմական շատ լուրջ սխալներ կործեց, ահագին անբեդ զոհեր դվավ, անիմաստ զոհեր դվավ, հետո այդ բանակի ռազմունակությունն վիճերի խնդիր է, բայց ընդունված իրողություն է, որ Միացյալ Նահանգներու բանակեն եւ ամենամեծ ուժը թուրքական բանակն է, բայց այս բանակը նաեւ ամբողջովին կապված է Միացյալ Նահանգներու ՆԱՏՕ-ի անոր ապահոված զենքերով է, որ պիտի պատերազմի եւ այդ զենքերուն կարևոր մեկ մասը անկործածելի կրնան դառնալ ամերիկացիներու մեկ որոշումով, իսկ բոլոր բահեստամասերը Ամերիկայում պիտի ստացվի, մանավանդ օդուժի համար է խոսքը, F-16 կործանիչները, մանավանդ F-12-ները, այդ բոլորը շուտով գտնան անկործածելի թիրքի մատնվին։ Թուրքիան քիչ մնալ թուղթե արյուծի տպավորություն թողող երկիր է։ Թուրքիան շատ ավելի հզոր ու ուժեղ գերեվա, բայց իր ներքին լծակները կարծես թե թյուրափեկ են շատ։ Այսպես կնամ պատասխանել այս հարցումին։ Շատ լավ, պարոն Ակիզյան, այսօր հարցը թե երկու հարցեր կարծեմ։ Ես շնորհակալ եմ, բավարարված եմ։ Շատ լավ։ Պարոն Ջամբազյան, հրամեցեք։ Բարոն Էստուկյան, շնորհակալություն այս կարճ ժամանակամիջոցին ձեր տված դերակցություններուն եւ լուսաբանություններուն համար եւ նաեւ երախտագիտություն ցեզի եւ ձեր նմաններուն, որ Թուրքիո մեջ հագավին գամենակ մնալ բադնեշի վրա եւ ծառայել եւ նաեւ մեր ոսկերնիկին եւ մեր գրական հանդաստանին։ Կշնորհավորեմ ձեզ բոլորդ նախ։ Շնորհակալ եմ։ Ընտրեմ, ունիմ մեկ հարցում գրնակ հագիր ծևով պատասխանել այս մեկին, գիտեմ ընդլայնված թեմա է։ Թուրքիո ցավալաբաշտ ախորժակներու դրամատուրգությունները դուք ինչպես գրնակ ձևավորել։ Անցյալ ունեցող երկիրներ, ինչ որ քիչ առաջ նշեցի, գրնան ցավալաբաշտ երազանքներ ունենալ։ Մենք 2000 ավելի տարիներ առաջ Տիգրան Մեծի օրով ունեցանք ցավալաբաշտ քաղաքականություն եւ մինչեւ այսօր հայերս գսիրենք ծովից ծով Հայաստան երազել։ Գամ հույն ժողովուրդը մեգալո իդեամ գրնա սնուցել։ Թուրքերն նմանապես ունին Թուրանի երազանքը։ Այս երազանքը սակայն վտանգավոր է, առաջին երկուքը վտանգավոր չեն, որովհետև հիմքեր առհասարակ չունին։ Իսկ երրորդը բադեհաբաշխության բնույթով իր մեջ վտանգ կստանա, կսպառնա։ Բանիմաց ոչ մեկ հայ քաղաքական կորձի ծովից ծով Հայաստանի մասին չի խոսած։
Ոչ Լևոն Տեր-Պետրոսյան, ոչ Քոչարյան, ոչ Սերժ Սարգսյան, ոչ Նիկոլ Փաշինյան։ Բայց Թուրքիո պետական այրերը, այսպես ասենք, այդ Թուրանի երազանքի մասին գսիրեն խոսին։ Ասա դրանք կստեղծի հավասի։ Դարձյալ, հարիմաց ոչ մեկ հույն քաղաքական գործիչ մեգալո իդեայի մասին չխոսի։ Բայց մոդերանտ ովևէ հույն մը գնա այդ երազանք ունենալ։ Գնա երազել, թե օրը դարձյալ Կոստանդինո Բոլսո պիտի դիրաբեդ է։ Կամ ինչ-որ հայերը ծովից ծով Հայաստան։ Նույնիսկ այդ ծովից ծով բառնալ ժամանակ եղավ, որ քիչ մը ծիծաղին դառնա, եթե խոժարիկ Վանաձով են մինչև Սևանաձով, անդեղենա Ուրմիայի ծովը, միգուցե լուծում մը գտնենք, բայց միջերրական են Սևձով են Բարսից ծով, եթե ասեք, այդ մեկը դժվար է ասելով, այսպես ծիծաղի արարգադարձան, հետևաբար թուրքերն այս տեսակի նկրտումներն, բայց թուրքերն վտանգավոր են, որովհետև Դեմիրելն էր, որ սա արտահայտություն ունեցավ, Ադրիատիկի ծոցեն մինչև չինական բարիսներ թուրքական աշխարհ մը գոյացնել։ Սա վտանգավոր երազանք։ Այսօր այլևս խորհրդային միություն մնալ չկա, որ այդ երազանքը անգարելի դարձնի։ Անշուշտ որ դարձյալ անգարելի է։ Ոչ Թաջիկստանը, ոչ Օզբեկիստանը, ոչ Կրգիզստան կամ որևէ կենտրոնական Ասիա երկիր եւ Թուրքիա հանրապետություն այլևս նույն զգացումներով բաժնելու վիճակի չեն։ Բայց դժբախտաբար Բաքուի մեջ նստող մեկն ալգան նույն միտքը ունեցող, նույն միտքը սնուցող, ադե որ մեզ համար հաջող կգրկնե Զանգեզուրի միջանց, իրենց համար խորհրդանշական իմաստը այդ է միջանցի։ Թե ոչ Հայաստանը քանիզս հայտարարեց, թե իմ սահմանները բաց են միջազգային երթևեկության համար։ Թող ձեր բեռնադարները կամ քնածքները մտնեն մեր երկիր, ինչպես որ գմտնվի աշխարհի որևէ երկրի սահմանները ներս, եւ դուրս գան շարունակեն իրենց երթը։ Արկելքը չկար։ Բայց անոնք իրենց ներքին դասարանին այնպես ցույց կտան, թե իբրև թե սա արկելքն է, եթե Զանգեզուրի միջանցքին դիրանան, արդեն արկելքը վերացած բիդելա եւ երթևեկությունը անխապան բիդելա։ Հայաստանի քույրությունը երթևեկությունը խափանող ընթացքում չէ։ Դուք բարդիկ բացշաջլալ եւ հարկել Հայաստանի պետական սահմանները եւ այդ սահմանները մտնել ելնել ըստ միջազգային կարգ ու կանոնի։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Այո։ Այդ անցքը Բարսկաստանն ունի։ Այսինքն, եթե Պերնադարեր վիտանին բերեն, Բարսկաստանն ունի։ Եվ այդ ծովից ծովը նաև Իսրայել ունի, որոն Պակրատ այդպեսի խոսույթ չէ։ Ադալ պետք է նկատի ունենք, հա։ Մենք այսինքն ոմանք որ գսեն գերեւի վանեն մինչև վանալիջեն մինչև Սևանիջ, գերեւի Սևրի տաշտակրի գագնարգեն։ Չգիտեմ։ Ամեն այնպես Ուրմիայի լիճը։ Հա։ Ինչ որ այսօր դժբախտաբար ցամքած է։ Հա։ Այսպեսով պիտի բավարարենք։ Շնորհակալություն հայտնելով մեր սիրելի տասախոս բարոն Ճամբազյանը լավ ձևակերպեց, ասավ հանդուկն գերբով ներկայացիկ, մեզի դերեկացիկ, այսպես ասած, Թուրքիո ծիդանգույնեն նայված հարցեր, ծիդված հարցեր, ընդրություններեն, հարաճիգա ընդրություններեն մինչև Զավալաբաշտ երկիր, քյուրդեր, հայեր եւ այլն։ Եվ մենք մեր բարիսովորությամբ ցեզի շնորհակալություն կհայտնենք Բարոն Պակրատ, ահավասիկ մեր զաբողջուններով։ Հիմա ճիշտ է որ բոլորը չեք գսել, բայց գերեւի կտեսնեք։ Շատ շնորհակալություն։ Փոխադարձաբար։ Շնորհակալություն։ Լավ։ Մինչ Բարոն Պակրատի մենք շնորհակալություն կհայտնենք, նաև կհայտարարենք մեր հաջորդ հանդիպման մասին, ահավասիկ ծեր բաստարներում որ կտեսնեք։ Մեր հաջորդ հանդիպումը ուրեմն դեղի պիտի ունենա 19 հունիս, այսինքն մոտավորապես 1 ամիս յետ, հյուր ունենալով տասախոս դոկտոր Վահրամ Բալայանը, Արցախի ազգային ժողովի արտաքին հանձնաժողովի ժողովի նախագահը, նույնն է Արցախյան հագամարտության չփակված էջը։ Հավաքական վերադարձի իրավունքի մասին պիտի խոսի մեր տասախոսը, քերներու ազատ արձակման հնարավորություններու մասին, հոգևոր մշակութային ժառանգության իրավիճակի մասին։
Ավասիկ, մեր հաջորդ հայտարարությունը, մեր հաջորդ հանդիպման հայտարարությունը կուզանք, որ նաև գտեցնենք մեկ ամիս ետք, իսկ երկրի երկրակունքի հյուսիսային բաժնի մեջ ապրողներուն գշնորհավորեմ ամառնամուտը, այսինքն մոտավորապես, հա, եւ հարավային հատվածը ապրողներուն աշնանամուտը երևի, չէ։ Լավ, մինչև մեր հաջորդ հանդիպումը ձեր բոլորին կաչ առողջություն, երջանկություն, առայժմ, ցտեսություն։ Մնավես առայժմ։ Գտեսնվենք հաջորդ ամիս։ Սիրով կսպասեմ։ Այո։